դաշկիր ու կարևոր շատերը խոստացան զենք տվեցին 20 թվականին Ուրեմն այդպես Ֆրանսիայի մի մասը եկավ մեր բանակը այդքան էլ չօգտագործեց որտեղ ամենայն դեպս ռուսական տիպի զենք չէր օգտագործել է միայն արկղները որոնք այո նույն տիպի նույն կամաչափին անգլիական զենքը եկավ առաջին նավը եկավ 20 թվականի հուլիսի կամ 17-ին կամ 27-ին հուլիսի երկրորդ կեսին այդ զենքը քանի որ հրացանները որոնք ռուսական տիպի չէին եւ բանակ ուրեմն պետք է զերոից թող մի քանի ամիս բայց ամենայն դեպս վարժվեր ուրեմն այո նրանց մի մաս օգտագործել են բայց այդքան էլ գող չի մնաց մեր կառավարությունը եւ միայն Բուլղարիայի օրինակ անգլիան զենքի մի մասը բերեց բուլղարական պահեստներից իսկ դա ռուսական զենք էր որը նրանք տարան ու պահեստավորեցին այդ զենքը արդեն բայց հասկանում եք հիմնական խնդրեմը 20 թվականի պատերազմի եղել է դա չէ որ մենք զենք չունենք այլ դա որ ժողովուրդը չէ հավատում որ ինքը պետք է կռվի միաժամանակ Ռուսաստանի եւ Թուրքիայի դեմ եւ հաջողության կհասնի մարդիկ ասում են որ մեզ տանում են կոտորելու որտեղ բանակի հրամանատարությունը վստահ էր որ քեմալականները վատ վիճակում են վատ վարժված են ու նրանց կարելի է հաղթել գուցե եթե մենք ունենայինք այլ հարաբերություններ բոլշևիկների հետ եւ լինեինք միայն թուրքերի դեմ գուցե կամ չլներ թուրքերին ռուսական օգնությունը դրամադրված զենքը զինամթերքը գումարը քաղաքականությունը բոլորը ասում են հնարավորի արվեստ է չէ դու ունես պայմանները որը չես թելադրում Եվ եթե պայմանները այդպիսին են, ինչպիսին են, որ կան, ինչպես այսօր, ուզում ես, չես ուզում, քեզանից դու չես կարող ազդել այդ, ուրեմն ստիպված դու պետք է շարժվես ելնելով դրանից ինչը կա։ Հա, համաձայն եմ։